Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Դատարանը երկարաձգեց Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով, տեսակցությունները սահմանափակված են, փաստաբան Հարսեն Բաբայանի փոխանցմամբ Արշակ arքեպիսկոպոսին միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել։ Իշխանություն եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավաբանները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնվեց ճաղերի ետևում։ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Մայրաթորի դիվանապետին։ Քննչական կոմիտեից նշել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում հատկանիշներով։ Փաստաբանը ավելի ուշ մանրամասնել էր, որ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ։ Խոսքը Նոր Հայաստան նոր հայրապետ շարժման ակցիայի մասին է։ 2018-ի հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաներ ու խաչերթեր էին անցկացվում։ Հրաժարականը պահանջող խմբի անդամները պնդում էին, Գարեգին II-ը իրականությունից կտրված է որպես հոգևոր առաջնորդ, նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման հանձնառությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության կրճատում կամ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել ցանկացող միավորումների եւ դաշինքների չափանիշներին վերակողմնորոշում։ Մենք մեր հայ գործընկերներին բացահայտորեն փոխանցում ենք Եվրամիության հետ մերձեցման վերաբերյալ մեր գնահատականները։ Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների ետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին, ասել է նա։ Հիշեցնեմ, նախորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Իսկ անդրադառնալով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության թեմային, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ընդգծել է, Հայաստանը մնում է հապկանդամ բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով ու Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան տարակուսանք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ հապկ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները Երևանի նկատմամբ 2022-ի սեպտեմբերին։ Զախարովան ձևացրել է, թե չի հասկանում, որ 2022-ին Ադրբեջանը հարձակվել է հապկանդամ Հայաստանի վրա, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ապա մանիպուլացրել, նշելով չի հասկանում, թե ինչ որոշման կամ գործողությունների մասին է խոսքը։ Նրա խոսքով նման հայտարարությունը կարծես դատարկ պնդումների շարան լինի եւ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Զախարովան ընդգծել է, որ ըստ հայտարարությունների բովանդակության Փաշինյանի խոսքերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա միաժամանակ նշել է, որ ինքը տեղեկություններ չունի որևէ իրավական որոշման մասին, համաձայն որի այդ տարածքը ճանաչված լիներ որպես Հայաստանի մաս։ Ես չեմ հասկանում, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը հապկի կողմից հայաստանյան պետականության դեմ, գուցե այլ բան է նա նկատի ունեցել, հայտարարել է Պաշտոնյան։ Նա նաև հավելել է, որ հստակություններից ու փաստական կողմի պարզաբանումից հետո ռուսական կողմը պատրաստ է մեկնաբանություններ ու բացատրություններ ներկայացնել։ Հիշեցնեմ, Հայաստանը 2024-ին արդեն հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը հապկի միջոցառումներին, հրաժարվում է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել հապկից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է հապկին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, որ հապկը հրաժարվել է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը, նաեւ մատակարարել $100 միլիոնավոր զենք ու
ռազմական տեխնիկա, որի համար հայկական կողմը վճարել էր։ Հայաստանի վարչապետի խոսքով նման գործողությունները գոյաբանական սպառնալիք էին երկրի համար ու վկայում էին հայկական պետականությունը վերացնելու եւ ինքնիշխանությունը չեղարկելու որոշման մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են ամուր իրավական շրջանակի վրա, որն ամրագրում է Հայաստան դաշնակցի կարգավիճակը։ Այս մասին Լավրովը խոսել է ռուսական դիվանագիտության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ Մենք բազմիցս տարբեր մակարդակներում ընդգծել ենք, որ սա է մեր երկկողմ հարաբերությունների բնույթը։ Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական, գաղափարախոսական ընդհանրությունները, ասել է նա։ Լավրովի խոսքով Ռուսաստանը Հայաստանի հետ արդյունավետորեն համագործակցում է եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին բերում է իրական շոշափելի օգուտներ։ Միության հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն լուծում է հարցերը հիմնվելով փոխադարձ հարգանքի եւ անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա, անկախ քաղաքական նկատառումներից, ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ երկկողմ համագործակցության մեխանիզմները, ինչպիսիք են միջկառավարական ու միջխորհրդարանական հանձնաժողովները, գործում են սահուն։ Ռուսաստանը արդյունավետորեն հաստատում է իր դերը որպես հիմնական եւ ոչ պակաս կարևոր հուսալի առևտրային ու ներդրումային գործընկեր Հայաստանի պարենային ու էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Մեր երկիրը կազմում է Հայաստանի արտաքին առևտրի մոտ 35%-ը։ Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության կարևորագույն տարր է։ Գոյություն ունի համագործակցություն ընդլայնման ներուժ, օրինակ ատոմային էներգիայի խաղաղօգտագործման ու լոգիստիկայի ոլորտում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական ու մշակութային նախաձեռնություններ, իսկ ռուսական ռազմաբազան եւ մեր սահմանապանները Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի անվտանգության հիմնական տարրերն են, վստահել Լավրովը։ Եվ այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ օրինակ հետաքրքիր է, դուք կարծում եմ լավագույնս դա կարող եք մեզ բացատրել, ներկայացնել, թե մենք ինչ ընդհանուր մշակութային, գաղափարախոսական, նաև գաղափարական ու քաղաքակրթական արժեքային համակարգ ունենք Ռուսաստանի հետ, որն էլ Ռուսաստանին եւ այս տարածաշրջանում եւ մեզ հետ Հայաստանի հետ դարձնում է պատմականորեն անքակտելի ինչ-որ դաշնակիցներ։ Ոչինչ պատմականորեն անքակտելի չի կարող դարձնել, բայց ձեր թվարկածների մեջ տարբերություններ կային։ Այո, մշակութաբանորեն 200 տարին հենց այնպես չէր կարող անցնել եւ բնականաբար ազդեցություններ կրել ենք։ Օրինակ ասենք ռուսական հումորը մեզ համար ավելի ընկալելի է, քան անգլիականը կամ ֆրանսիականը, հա։ Ռուսական հագուստ կապուստը նրանց ձևը, չնայած հիմա աշխարհը գլոբալացել է փառքասով վերջին 10 տասնամյակներում, երևի թե մի փոքր պորտալարը կտրել ենք նրանց ճաշակային ընկալումներից, այսինքն ընդհանրություններ կան, բնականաբար Երևանում շատ ավելի շատ ռուս մտավորականների, գրողների արձաններ, նրանց անուններով դպրոցներ կան ասենք անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, որոնք իրենց մեծությամբ համաշխարհային քաշով հաստատ չեն զիջում, եթե ոչ առավել են ռուսականից։ Դա հենց այնպես անցնել չէր կարող։ Նայեք մեր երեխաներին դրված անունների վրա, եթե մի ժամանակ թուրքական մշակութային էքսպանսիայի տակ էինք, վերցրեք վարչապետի ազգանունից սկսած, հա, նայեք մեր ազգանունները, խորհրդարանի ազգանունները ես նախորդ խորհրդարանի ժամանակ արել էի, շատ հետաքրքիր էր, ուղղակի չհրապարակեցի, թուրքական ազգանուններ են, ժամանակին այդպես էին գցնում, հետո ռուսներն եկան հիմա ժորաներ, վալոդներ, վլադիկներ, սլավիկներ, դրան ժամանակն է, ես ցավով եմ նկատում, որ նույնիսկ 21-րդ դարում ծնված երեխեքի վրա ծնողներն այդպիսի անուններ են դրել, այդպիսի ուսանողների մատյանում նայում եմ, ազգանունը թուրքական է, անունը աղավաղված ռուսական, խայտառակություն է, բնականաբար ազդեցություններ կան, բայց դա ամենևին չի նշանակում, որ անքակտելի են։ Հիմա մենք պարսիկների հետ ընդհանուրություն ունենք, թե չունենք, ոնց որ թե չունենք, բայց որ նայում եք հայերենի բառամթերքի արմատների մեծագույն մասը ավելի քան հայկական բնիկ արմատներն են, պահլավերենից է փոխառնված։ Ազդեցությունը եղել է։ Հա, հիշում եք, մի ժամանակ միտինգին եկավ մի պարսկուհի, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր էր եւ խոսեց։ Թվում էր թե ազադի, զնդանի, հա, այս բառերն ասում էր, թվում էր թե մենք մեր անուններին նայեք, անունների մի զգալի հատված
իրանական, բայց տեսեք քաղաքականությունը ինքը որոշում է, քաղաքական ճակատագիրն ինքը որոշում է ազդեցությունները որքանով են անկախտելի ոչինչ չկա, միայն մեր հավատն առ Աստված։ Բայց հենց օրինակ Ռուսաստանի նույն գործողությունները գալիս են հերքելու իրենց հայտարարությունները, հա, եթե այդպես շատ մոտ դիտարկենք, կարծում եմ իրենց պատկերացմամբ եւ իրենց տրամաբանությամբ Ուկրաինան ավելի անկախտելի պետք է լիներ, հա, քան օրինակ մենք, բայց այսօր մենք տեսնում ենք այդ անկախտելիության այսպես ասած հիմքով ինչ է կատարվում օրինակ Ուկրաինայում եւ հետո այդ ազդեցությունները, որոնք դուք թվեցիք, հա, ինչը շատ տրամաբանական է, եթե դու տարբեր կայսրությունների ազդեցության ներքո ես եղել, բնականաբար ինչ-որ բաներ տասնամյակների դարի ընթացքում սկսում ես վերցնել եւ շատ հաճախ լինում է, որ չես էլ արդեն կարողանում տարբերակել, դա քոններ, իրենցներ եւ այլն, հա։ Այստեղ այսինքն առանձնապես վիճելու բան չկա, բայց որքանով դա կարող է հիմք լինել, որ քո երկրի պետական ազգային շահերը ածանցվեն այդտեղից։ Չէ, բնականաբար հիմք չեն կարող լինել բացարձակապես եւ ինքն էլ լապշաներ է կախում Լավրովը նման բաներ ասելով, իրենք էլ դա հիմք չեն ընդունում։ Ուժեղի միշտ էլ թույլն է մեղավոր, իրենք ուժեղ են, սոված են, պիտի ուտեն եւ այսօր իրենց ժանիքների տակ է ընկել նույն նորից ծնված իրենց եղբայր ժողովուրդը, ուկրաինացի ժողովուրդը, որ արդեն քանի տարի ազգային ազատագրական ըստեյության պայքար է տանում, արնակամ է լինում։ Հայաստանի նման սցենարը ձեզ սպառնում է։ Ոչ, գիտեք, բայց այստեղ չէ ուզենա էլի մենք աղանդավորական մտածողության մեջ լինեինք, եթե ռուսասերներ են, մինչև վերջ ռուսից են կողմ աշխարհ չկա, էլի կապած է նրանց, եթե արևմտականներ են, գրանտի հոտը քթներն ընկած, արևմուտքից են կողմ, արևմուտքը, չգիտեմ, ոչ մի թերություն չունի, այդպես չէ։ Աշխարհը բազմագույն է ու բազմաժանր է։ Բայց մենք նման վտանգ ունենք թե չունենք, նայեք դառ բան կասեմ երևի թե Երևանդունների ժամանակներից ի վեր, տեսեք դա մեր թվարկությունից առաջ որերորդ դար է գնում հասնում։ Հայաստանը երբեք չի եղել մի ժամանակ, որ բացարձակ անկախություն ունենա, բացարձակ, հիմա շատ են բառն օգտագործում, ես էլ ասեմ, բացարձակ ինքնիշխանություն ունենա։ Մոլորակում անկապ բաներ չկան, բոլորը փոխկապակցված են։ Մենք անկախ եղել ենք, այո, խնդրեմ, անհիշելի ժամանակներում Արարատը կարող եք ասել, Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջան, մի պահ մենակ ընդմիջարկվել է Տիգրան Մեծի գահակալության այն ոչ ամբողջ ընթացքին, այլ մի 15-20 տարի, երբ որ հելենիզմի ընկած դրոշը ինքը բարձրացրեց, հետո ռոմեացիքական ասին մենք ավելի լավ դրոշ ենք բերել, նենց որ մի կողմ քաշվիր, եղբայր, քեզ կթողնենք ընդամենը կոտիդ խոսը, բայց այն ինչ վերցրել ես, տալիս ես մեզ, որովհետև նորն է գալիս, ինչպես որ ձեր նոր հեռախոսը երբ գալիս է, հինը դուք մի կողմ եք դնում, նոր համակարգիչը գալիս է, հինը մի կողմ եք դնում։ Այսինքն այս բացարձակամոլությունը մեր մեջ պետք է ջարդել։ Դա մեզ կուրացնում է, այո, բացարձակ օրենք էր հին աշխարհում, ուզում է սեմիտական աշխարհ լինի, հնդեվրոպական աշխարհ լինի, որ ավակ որդին է ժառանգում, հա, կադաստրի թուղթը Նիկոլը ոնց էր ասում, հա, կադաստրի թուղթը ավակ որդին է ստանում, դա գալիս են, որ սեփականությունը չբաժանվի, խոշոր մնա, մրցակից լինի կողքինների հետ, բայց տեսեք, երբ որ նորը եկել էր, Հակոբը կրսերն էր, չպիտի ստանար, Եսավը ստացավ, նույնիսկ հրեաների մոտ այդպես եղավ, հա, այնպես որ մենք շատ լավ կլինի, որ կաղապարներից դուրս գանք, ուղղակի կաղապարված մտածողությունից դուրս գանք, թվում է թե 30 տարի ռուսական գիտակցությունից կտրել ենք պորտալարը, բայց մտածում ենք ինչպես ռուս, ռուսների նման մեծապետական ենք դարձել։ Ես հիշում եմ, որ սովետական միության օրերին, երբ ես ուսանող էի, հայ-հայր ծես կրտուկ էր ստացվում, տղերքից մեկն ասաց, տեսար, մերոնք ոնց հաղթեցին, խոսում ենք մի քանի հոգով կանգնած, հա, մերոնք ոնց հաղթեցին խոկերում, ասում մերոնք թիմ ունեն, ասաց սովետը, չգիտեմ, չեխերին թե կանադային, ես սպորտասեր չեմ հասկանում ոչ մի բան, որ այդտեղից կռիվ գնաց, ասի քարյա հայ ցույց կտաս մեջը, եթե հայ լինի այդ հայկական դրոշակով է, Հայաստանի անունով է, թե ոչ։
Հիշում եմ, որ մեծ աղմուկ եղավ։ Իմ կողմից 2 հոգի կանգնեցին։ Մնացածն ասում են, բայ իհարկե մերն է։ Ես հիշում եմ, որ երբ մենք դպրոցական էինք, պարտադիր համադպրոցական համաքաղաքային շարադրություններ էին տալիս ամեն տարի հետևյալ վերնագրով՝ իմ հայրենիքը ԽՍՀՄ-ն է։ Սա փոքր ժամանակվանից թունավորել։ Հիմա մենք ինչ ենք տալու։ Ասել ենք իմ հայրենիքը QR կոդով մի կերպ գտնված Մեսրոպ Մաշտոցն է։ Նայեք Ադրբեջանն ինչ է անում, նայեք Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ինչ է անում, ով հասցնում սնդայ շղթայի մեջ է մտել ուտում է։ Չէ, բանը չի լինելու, այդ Գրենլանդիան չի լինելու 51-րդ նահանգը, դա 52-ն է, 51-ը Կանադան է լինելու։ Այնպես որ եթե Ամերիկա, այդ ինձանից շատ չասեն, էլի սովետի օրոք եթե դժբախտություն ունեցա հալածվելու, հենց մենակ են որ պատանի ժամանակվանից մտածել ենք, որ այնտեղ ազատ աշխարհն է։ Մենք տեսնում ենք, որ այդ ազատ աշխարհի կանոնները մինչև հիմա գործված կիրառության մեջ գտնվող գործած կանոններն այլևս համաշխարհային կարգը չի գործում, եւ դա միայն Ալիևը չէ, որ ասում է մեր քթի տակ, այլ ասում են եվրոպացի եւ ամերիկացի լուրջ քաղաքական գործիչները, պետական գործիչները, մինչև նորը չգա, մենք բավական երկար ժամանակ լինելու ենք այս քաոտիկ վիճակում, ամբողջ մոլորակը, մենք ինչ ենք անելու, որպեսզի հանկարծ ոտնատակ չգնանք, այսինքն գլխավոր խնդիրն է պետք ֆիքսել։ Ոտնատակ չգնալն է, նվաճումներ ունենալն է, թե ինչ-որ բան զիջել, ինչ-որ բան պահելն է, այսինքն խնդիրը պիտի ֆիքսվի։ Մեր 30 քանի տարվա պետականության շրջանում մենակ մի պետությանն ընդամենը մեկ ղեկավար մի բան ֆիքսեց, այդպիսի բան, որ ասաց մեր խնդիրը, որ 3000 տարի Արցախը հայկական է եղել, 3000 տարի է լինի հայկական հայերով բնակեցված։ Դա կարող էինք անել։ Մենք առավելն ուզեցինք, դա էլ ասաց Տեր-Պետրոսյանը, հա, առաջին նախագահը։ Դա էլ ասաց, պատմության մեջ շատերն են ճակատամարտը պատերազմի հետ շփոթել եւ պատմությունը նրան չարաչար պատժել է։ Հիմա մենք էլ այդ մաքսիմալիզմից պետք է դուրս գանք, էլի, հասկանանք, որ չունենք հարազատներ։ Իդեպ 1900 թվականին թե 1890 թվականին ռուսներն այսպես հաստ օրացույց էր անում, բայց գրքեր էին տպում, այնտեղ թե ովքեր են ապրում իրենց կայսրության ներսում, հա, բոլորի մասին այնքան հետաքրքիր գիտական տվյալներ կան, հայերի մասին գրված է, որ սրանք բառացի չեմ հիշում որբ մի ժողովուրդ են, այսինքն որևէ ցեղակցություն չունեն, օրինակ վրացները լազերի, լեզգիների, մյուսների, չեչենների, ինգուշների, աբխազների հետ ցեղակցություն ունեն, թաթարները, ադրբեջանցի բառը բնականաբար չկար, կովկասյան թաթարները, ղփչաղների, չգիտեմ, Ղրիմի թաթարների, Կազանի թաթարների հետ ունեն ցեղակցություն, ռուսներն իրենք ունեն մալոռուսների ու բելոռուսների հետ ցեղակցություն։ Մենք միայնակ ենք եւ շատ լավ է որ մենակ ենք, որովհետեւ մեր ուժերի կոնսոլիդացիան մեզ համար առավել կենսականորեն գիտակցելու կարող է բերել։ Կունենանք այս գիտակցությունը, մեր ղեկավարությունը, իսկ ղեկավարությունը մենակ իշխանությունը չէ, այլ ընդդիմությունն է, մեր քաղաքական էլիտան կկարողանա դա շատ լավ ներշնչել են փոքրերից սկսած, դա չի կարողանա։ Այստեղ է որ մենք ոտնատակ կգնանք այս տուրբուլենտության շրջանում, թե ոչ։ Ես կուզենայի որպեսզի մի հարցի մասին խոսենք, բայց գանք այդ հարցին ձեր դիտարկումներով։ Նշեցիք Սովետական միություն հայրենիք, հա։ Այո։ Տեսեք, դուք օրինակ բերեցիք ձեր կյանքից, բայց օրինակ մինչև այսօր, այսինքն դա ոչ միայն զուտ անցյալի օրինակ է, եւ շատ հաճախ գուցե կարող է ինչ-որ տրամաբանված թվալ, դե մարդիկ ապրում են մի, այսպես ասենք, կայսրության տակ, այդ կայսրության հպատակներն են։ Մի խոսքով, օրինակ հիմա այդ հարցը շատ է քննարկվում, բա հայրենիք չէր Սովետական միությունը, որ դուք այդ հիմքով թիրախավորում եք օրինակ տարբեր գործիչների, կապ չունի նրանք աշխարհիկ թե հոգևոր գործիչներ են, իրենց համար իրենց հայրենիքն է եղել եւ իրենք ծառայել են հայրենիքին, թե ծառայել են ինչ իմաստով, դա արդեն բոլորին այլ բան է, բայց դա է եղել հայրենիք, ինչ եք ուզում այդ մարդկանցից։ Ես չգիտեմ ձեր ժամանակը երիկ կանի, դա այնքան կարևոր բան եք ասում։ Մեր հայկական գիտակցությունը խեղված է։ Սիբիր աքսորված շատ հայորդիներ են եղել նշանավոր մարդիկ։ Էլ ավելի նշանավորները մեր արցակի գագաթը եւ մեր պոեզիայի գագաթը ոչնչացվել են, Չարենցն ու Բակունցը, Գուրգեն Մահարի, Նորենց, չգիտեմ, Բորյան, Մորյան, սրանք բոլորը
ակցորվել են, դրանց մի մասը հետ է վերադարձել։ Գիտեք, հետո հուշեր են գրել։ Որևէ մեկը չի հանդգնում ասել, որ սովետական միությունը վատն էր, հեշտ է չէ քավության նոխազ գտնել Ստալին, Բերիա եւ նրանց շրջապատը, գցում ես դրանց վրա, թե չէ կուսակցությունը շատ լավն է, սովետական միությունը լավն է։ Տեսեք, սա մեր հայկական մտածողությունն է։ Նայենք օտար այդպիսի տառապանքների մեջ անցած նրանց ժամանակակիցներին։ Օրինակ ասենք ինձ համար շատ սիրելի Պաստերնակին նայենք, դոկտոր Ժիվագո գրեց։ Նա համակարգային մերժման հասավ, ասաց ոչ, սովետն է վատ։ Ինչու Սոլժենիցինի նման մի հատ ֆաշիստ է նա, ռուս շովինիստ պարզապես։ Թեկուզ բանտարկվեց, հենց ի շովինիզմի համար բանտարկվեց, ոչ թե մարդու իրավունքն է, նա Անդրեյ Սախարով չէր։ Եվ պիտի հասկանանք, որ տեսեք նույն արևմուտքներ, իրենք չգիտեն, որ մեր Գուրգեն Մահարու, ասենք, ծաղկած փշալարերը գեղարվեստական կլասով մի քանի գլուխ բարձր է, քան Սոլժենիցինի գրածը, բայց նա ստացավ Նոբելյան մրցանակ։ Ինչու? Որովհետև հասել էր համակարգային մերժման։ Հիմա տեսեք, ես Գուրգեն Մահարու անունը տվեցի։ Այնտեղ բանտում ներողություն, աքսորավայրում, գաղութում երկրորդ դատվացության ժամանակ նրա կյանքը փրկեց ռուսահոգի մի կին, որը մի քանի տարի առաջ վախճանվեց, Անտոնինա Մահարին, Պաուլայտե կարծեմ ազգանունը իրենց լեզվով, լիտվացի մի կին, որ հետ ամուսնացավ, երեխեք ունեցան, հետո դժբախտ ճակատագիր էր, երեխեքը չմնացին։ Այդ կինն էլ հետո Գուրգեն Մահարու մահից հետո ինքն էլ հուշեր գրեց։ Սովետում իհարկե չտպվեց դա, սովետական միության փլուզումից հետո տպվեց։ Գիտեք, ինքը լինելով սովետի մասին վատ բան չասելու սովետական միությունը հայրենիք անցալող կամ վախից այդպես ցույց տվող Մահարու կինը ինքը դրեց չէ, սա հայրենիքը չէ, սովետական միությունն ինձ համար հայրենիք չի կարող լինել։ Մարդը բառացի գրեց դա, տեսեք, սա էթնիկ խնդիր է արդեն, լիտվացին, ռուսը, ես Պաստերնակի անունը տվեցի, հա, ռուսները, լիտվացիները, ուկրաինացիները հիմա ռուսների աչքի փուշը վառված են, չէ, Ստեփան Բանդերայից։ Դա իհարկե մեր նժդային չի հասնի, բայց մոտավորապես նույնն է արել։ Պետք էր գերմանացու դեմ էր կռվում, պետք էր ռուսի դեմ էր կռվում, հանուն իր հայրենիքի։ Այսօր էլ մենք չպիտի վախենանք, ասենք հա թուրքը կգա մեզ վրա, թուրքի դեմ պիտի կռվենք, ռուսը կգա ռուսի դեմ, ամերիկացին կգա ամերիկացու դեմ։ Ինչու՞, որովհետև բարձր արժեք պիտի ֆիքսվի հայրենիքը։ Դրա համար եկեք սահմանենք ո՞րն է հայրենիքը։ Բաբո ո՞րն է մեր հայրենիքը, ինչպես շիրազներն, թե ոնց որ Կոստան Զարյանն էր ձեռապն, ասում է հայրենիքի բարեմասնությունների մասին գրենք։ Մեր առաջին քաղաքական կուսակցության ամենահին կանադրության մեջ, հա, գրված է ո՞րն է հայրենիքը, այնտեղ որ հայկական լեռներից ջուր է գալիս, որտեղ որ աշխարհում ոչ միտեղ չկա, սա ենք գոմ, չէ, ջուրն ամենտեղ ջուր է եւ հողն ամենտեղ հող է։ Խնդիրն է թե որ հողի հետ է մեր արյունը շրջանառություն կատարում, ցիրկուլյացիան, որ մենք կապվածություն ունենք, թե մեր կապվածությունը դարձել է օտարի շիճուկ է մտել մեջներս, քաղաքը Ալավերդի է, գյուղը Ավշար է, չգիտեմ, գնացեք մտեք խանութները, այդ Արարատի, չքնաղ Արարատ բառն թուրքի ուզածն անում են հիմա մերոնք։ Այդ Արարատի գեղոները, Արարատի մարզի գեղոների մասն։ Արարատ անունով ինչ կտեսնեք սուպերմարկետներում։ Բոլորը լատինատառ են գրված կամ առավել եւս ռուսատառ են գրված, հայերեն տառերը չկա։ Այդ թուրքի ուզածը, պարսիկի ուզածը, ժամանակին պարսիկի ուզածն է, չէ՞։ Այդ պարսիկի ուզածն են, չէ՞ որ հայ թագավորները գնային ասեն մեզ թագավոր պետք չէ, բեր մի հատ պարսիկ մարզպան։ Մեզ հայերեն տառեր պետք չի, հիմա բերեք օտար տառերը։ Այստեղ էթնիկ հոգեբանության խնդիր կա։ Մեր ցավը շատ ավելի խոր է, մեր հիվանդությունը շատ ավելի խորն է եւ պետք է դա բժշկել։ Իսկ բժշկելու համար sense գեղցու նման թմքարի փայտիկները ձեռքը վերցնել, չգիտեմ, ինչեր նկարած վրան ամոթ է։ Վարչաբենդի մասին եք ասում։ Մի հարց էլ ես համատեքստում, պարոն Հայրապետյան, իմ նախորդ հարցի մեր կամ դիտարկման մեջ նաև խոսքը վերաբերում էր հոգևորականների շրջանակի, հա, որոնց, չգիտեմ, գործակալ լինելու մասին կամ փաստեր կամ խոսակցություններ եւ այլն, բայց այնուամենայնիվ ասում են պետության մեջ խորքային պետությունը շատ ընդհանրական ասեմ եկեղեցին դարձել եւ այդպիսի բան չի կարող լինել ու այս վերջերս էլ տարբեր եպիսկոպոսների քննչական կոմիտեն արգելեց լքել Հայաստանի տարածքը, որովհետեւ նրանք չեն այսպես մեկնաբանում չեն ճանաչում Հայաստանի իրավակարգը, դատական որոշումը չեն իրականացնում։ Մի խոսքով, երբ խոսում են օրինակ խորքային պետություն բնորոշում են տալիս այդ կառույցին կամ ինստիտուտին,
ու դրայից զուգահեռ խոսում են Հայաստանի 20-ամյա, եթե ոչ ավելի պետության բռնազավթման հանգամանքի մասին, հա։ Պարզ է, որ այդ խորհրդային պետություն ասվածը չձևավորվեց, չգիտեմ, հուլիսից կամ օգոստոսից, երբ սկսեցին ակնհայտ խնդիրները եկեղեցականների եւ իշխանավորների աշխարհիկ ներկայացուցիչների միջև, այսինքն, եթե մենք չենք տվել իրավաքաղաքական գնահատական պետության բռնազավթմանը, պետության բռնազավթումը չի տեղի ունեցել մի անձի կամ մի ինստիտուտի կողմից, չէ՞, պարզ է։ Հետևաբար մենք այս մի ինստիտուտին բնորոշում ենք որպես խորհրդային պետություն եւ համարում ենք, որ մաս է կազմել այն ռեժիմի, ապա մենք ֆրագմենտալ մոտեցում ենք ցույց տալիս այս լրջագույն խնդրին, որը այո, նաեւ հեշտ է ոչ միայն մանիպուլացնել, այլև կասկածներ հարուցել այդ գործընթացի օրինականության, ճշմարտացիության լավ շատ ծայր է եղանք ազնվության նկատմամբ, հա, ինչու չի լինում համակարգային մոտենալ այս հարցին, այսպես տեղ, որտեվ համակարգային չէ, դուք ձեր ասածների հետ հիմնովին համաձայն եմ, բացի երկու դրույթից, որոնց վրա կառուցեցիք սիլոգիզմը, առաջին, խորհրդային պետություն ուզենա իսկ չի կարող լինել եկեղեցին, դա դավադիր հայտարարություն է, չգիտեմ ում բերանից է դուրս եկել, դա արդյոք տգիտության թե սրիկայության, ավելի նույնիսկ դավաճանության հետևանք է այդպիսի բան ասել է եկեղեցու մասին։ Իշխանության ներկայացուցիչներն են ասում։ Ուրեմն տգետ են։ Չգիտեմ, կարող է կանոններ տալ, ասեմ, որ այո, թող ինձ էլ տանեն նրանց կողքը նստացնեն, իրենք տգետ են։ Եթե խորհրդային պետություն դա են հասկանում։ Ուրեմն նրանք ընդհանրապես իրավունք չունեն պետության ղեկին, չգիտեմ, հորիզոնից այս կողմ մոտենալ նույնիսկ։ Դա խորհրդային պետություն չէ, թող գնան կարդան, հասկանան ինչ է նշանակում խորհրդային պետություն։ Դժբախտաբար Հայաստանում չձևավորվեց խորհրդային պետության գաղափարն անգամ։ Դա կարևոր բան է։ Այո, իմաստունների հավաքն է դա, որոնք իրենք կարող են անի եւ ոչ թե պրիմիտիվացնել կլանային բան են ուզում սարքել։ Հետո դուք ասիք դա սահում կապեցիք 20 առնվազն 20 տարի երկրի բռնազավթած լինելու հետ համամիտ չեմ, ինչու, որովհետև մեր պետականության արշալույսին իսկ չէր կարող Հայաստանում իշխանության գլուխ լինել մեկը, որը Ռուսաստանի կողմից օրհնված չէր, ավելին իրենց ներկայացուցիչը չէր։ Այն ժամանակվանից մինչև այսօր ներառյալ։ Դա օբյեկտիվ է։ Ինչպես որ ուզում եք պատմական ակնարկով ասեմ, տեսեք, Երևանների մասն է ասում, չէ՞։ Այդ Արտաշեսը, որի թորը դարձավ մեր հիացմունքի առարկան, հա, Տիգրան Մեծը դարձավ։ Արտաշեսն ով էր, Սելևկյան, ազգությամբ հայ, Սելևկյանների մոտ ծառայող հայազգի զորավար էր։ Եկավ ստեղ մեր թագավորությունը վերացրեց, ինքը դարձավ Հայաստանի մարզպանը, սատրապը դարձավ Հայաստանի։ Բայց հենց տեսավ այնտեղ թուլացել են Սելևկյանները, ինքը ապստամբեց Հայաստանը նորից անկախացրեց։ Այսինքն հնարավոր են այսպիսի բաներ։ Դրա համար է դրածո ասածը բան թշնամանքով պետք չէ, դա օբյեկտիվ էր, օբյեկտիվորեն, այո, չէր կարող Հայաստանում, օրինակ ասենք, Պարուհ Հայրիկյանն ընտրվել, ինչպես Վրաստանում Գամսախուրդյան ինչ օրհնկավ, ադրբեջանցիք մի հատ կիսաքաղ կալանավոր գտան, տարան սարքեցին բան, պրեզիդենտը իրենց, Էլչիբեին, Աբուլֆազ Էլչիբեին, հա, կիսաշիզոֆրենիկ կերպար, իրենք տվեցին դրանց, մենք չէ, մենք ասցինք չէ, մենք դեռ գիտեք Բուլգակովի մասին շատ սիրուն ասում է Սոլժենիցինը, ասում է նա սովետաբար, խորհրդայնաբար հողակցված է սովետին, հա, այ հիմա մենք հայերս էթնիկ առումով դժբախտաբար վերջին շրջանում, դենց փոքրիկ ակնթարթ է վերջին 200 տարին, երբ ռուս հայտնվեց այստեղ, մենք հողակցված ենք ռուսական մշակույթին լայն առումով, մշակույթին, հա, մշակույթի մեջ եւ քաղաքականությունն է մտնում, եւ ջութակ նվագելն է մտնում, եւ թե ինչ դասագրքով է մաթեմատիկան անցնելու, հա, այնպես որ խորհրդային պետությունից թող եւ մի կողմ քաշվենք այդպիսի տգետ գեղեցություններ դուրս չտան եւ երկրորդը որ
վերջին ինչ-որ շրջանում է եղել, որ բռնազավթված է եղել, հենց հիմա էլ բռնազավթված է, մեծ առումով, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իմ բարեկամն է, ինձ հարազատ է, եւ սա ամենևին հեգնանքով չեմ ասում, ներդե ոնց էր ասում, քննադատել նշանակում է հոգեպես տառապել, հա, նույնիսկ հարվածել նշանակում է հոգեպես տառապել, ինչքան էլ որ այդպեսին է, ինքը առանց Ռուսաստանի չէր լինելու, Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ես համարում եմ վերջին մեր մի քանի 100 տարվա մեծագույն քաղաքական գործիչը, չէր կարող ինքը չլիներ ռուսական, չէր կարող որևէ Բարույր Հարիկյան, Ազատ Արշակյան, Աշոտ Նավասարդյան, Ալեքսանդր Մանուչարյան, Շիրակ Գյունաշյան, դրանցից որևէ մեկը Հայաստանի նախագահ դառնար։ Կամ էլ ռուսականի թաթի տակ գտնվող դրսի դաշնակներից պիտի դառնային։ Կալուգինի գրածները պարզերևում են, չնայած չեկիստի ոչ մի խոսք հիմք չէ, ասնավանի չէ, հա, բայց այնուամենայնիվ։ Դրա համար մի քիչ զգուշ լինենք եւ չի կարելի այսպես վարվել բարձրագույն այս եկեղեցականների հետ։ Անկախ նրանից, որ չեմ սիրում դրանց, բայց այս սա անձնական է։ Ես լինեի, ես այդպիսի բան չէի անի։ Գիտեք, նույնիսկ թուրքերը չեն արել։ Միակ հոգեվորականը Եղեռնի այդ փոքրիկ շրջանը թողած, որը դատարանի առաջ է կանգնել Օսմանյան կայսրության ժամանակ, գիտեք երբ է եղել 1707 թվականին, այն էլ ոչ եպիսկոպոս, նույնիսկ ոչ վարդապետ, այլ սովորական քահանա։ Եվ ինչի համար, որտեղ քաղկեդոնացիների կամ չգիտեմ կաթոլիկների հետ տալիս առնում էր առանց պատրիարքարանի թույլտվության կամ պատրիարքարանը շրջանցելով։ Հիմա մենք էս ինչ ենք անում։ Ում հետ են ուզում մրցել։ Թալիաթի, Էնվերի, Սուլթան Համիդի չի ստացվի, կարել եք արդեն դուք նրանց կարել եք։ Այսքան եպիսկոպոս բան անել, այսքանին էլ չթողնել, որ դուրս գան։ Այսինքն ինչ պետք է անեն այս եպիսկոպոսները, որ դուրս գան։ Դրանց քաշը, եթե ես գիտեմ, ես կարծում եմ, որ Նիկոլն ու մյուսներն էլ գիտեն, դրանք իրանցից ինչ են ներկայացնում։ Էդ էլ քիչ է, մի հատ էլ ասում եք, որ դրանք կարող էին խորքային պետության հավակնություն ունենալ։ Ողորմելի կերպարներն, այո, բարեփոխման կարիք ունի, բայց եկեղեցին որս տղերքի տեղ է, հասկանում եք։ Եվ այդ ворցությունն էլ հիմա ամորձատում են բանակից հանել այդ եկեղեցական սպասավորությունը։ Դա ամենևին երկարափեշություն, ղզիկություն չէր, որ բանակում կային այդ հոգևորական սպասավորները։ Կարող եք ասել, օ, դա մարդու իրավունքներ, բան չէ, հիմա չեք տեսնում, ինչ մարդու իրավունքների ժողովրդավարություն է լինում։ Բարձրագույն արժեքներ են, հարց չկա։ Բայց ինչ ենք թաքնվում ժողովրդավարության աճուկների ետևում։ Այդ դեպքում իհարկե զորամասում կարող է եզդի լինել, զորամասում կարող է ուկրաինացի Հայաստանի քաղաքացի լինել, ռուս Հայաստանի քաղաքացի, որոնք գնացել են իրենց պարտքը կատարելու։ Դե հիմա Հայաստանում էլ կան, եկեք Հայաստանի Հանրապետություն չդնենք անունը, փոխենք։ Մի հատ ուրիշ բան դնենք, որ հանկարծ նրանց արժանապատվությունը չվիրավորենք։ Գիտեք, դա շատ վատ տեղ է տանում։ Ես ուզում եմ խորքից նայենք, էլի։ Մի անգամ ես հիշում եմ Ֆրանսիայում դուք կարող եք, դուք պրոֆեսիոնալ եք, կարող եք դա անել։ Ես դժվար, բայց հստակ հիշում եմ։ Երբ որ Ֆրանսիայում Փարիզում որոշեցին տոնածառ չդնել, որովհետև դա կվիրավորեր իրենց այլադավան հայրենակիցների զգացմունքները։ 2 տարի հետո մտան, 2 տարի չանցավ, մի տարի կարծեմ, տարի կես հետո մտան գռացրեցին խմբագրությունում։ Այդպես օսլայած օձիքներով, ինչպես Չարենցն է ասում, հա, պուդրայած, ինչպես Չարենցն է ասում, հա, մենք լավ տեղ չենք կարողանալու գնալ։ Եվ պարզապես այստեղ արժեքները գլխի վրա շուռ են եկել, ворցություն, երբ որ ասում եմ, մերոնք հասկանում են եզություն։ Երբ որ բարեկրթություն ենք ասում, հասկանում են գոմիկություն։ Նախ մենք մեր ուղեղի մեջ պիտի կարողանանք ինչ-որ բան գտնել, ինչ-որ բան ճշտել, ինչպես Հայկ Ասատրյանն էր ասում, մեծագույն նժդեհական, հա, երևի փիլիսոփա, դոկտոր փիլիսոփա, ասում էր, դու դեգերում ես ինքդ քեզնից դուրս, ինքդ քեզ չես կարողանում գտնել։ Հիմա նախ եկեք մենք մեզ գտնենք, հետո նոր տղամարդ լամիշ լինենք Զախարովայի դեմ ինչ-որ բաներ ասելու։ Այդ չգիտենք, որ Զախարովան ինքը չի ասում կամ Լավրովն ինքը չի ասում։ Բայց դուք չունեք իրեն ասողի մասին խոսեք։ Շնորհակալ եմ, պարոն։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Մնացեք առաջինի հետ, այս ժամի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։